Աշխարհն աշխարհով, սրանք իրենց ուտելով։ Եթե պատմության դասագրքերում գրված լիներ, որ ինչ-որ մի ժամանակաշրջանում մեր ամբողջ տարածաշրջանում պատերազմ է եղել, իսկ Հայաստանը հանձին իր ղեկավարության մի անկյունում իր համար հով կանգնած է եղել, դժվար կլիներ հավատալը։ Բայց այս իրողությունը ոչ ավել ոչ պակաս մեր ներկան է։ Աշխարհը քանդվում է, սրանց մոտ ուտել-խմել մինչև վերջ վիճակն է։ Հիմա եկեք սկզբից։ Հանգստյան օրերին, երբ Իրանում պատերազմ սկսվեց ու ամբողջ տարածաշրջանը սկսեց գրեթե ռմբակոծվել, Հայաստանի ղեկավարությունը որոշեց, որ պետք է կուսակցական քարոզարշավ անի։ Էն էլ ինչ քարոզարշավ, ուտել-խմելով ու տարատեսակ պեռաշկի կուկուռուզ շոուներով։ Մի փոքր որ լավատես լինենք, կմտածենք՝ իրոք գուցե անմեղսունակներ են։ Մի քիչ էլ աշխարհաքաղաքական առումով գիտելիքներից կաղում են, դրա համար էլ էս 8 տարի է երկիրը վարի է որ տալիս են։ Կմտածենք, որ դե իրոք տարածքային առումով չեն պատկերացնում, որտեղ է Իրանը, որտեղ է Հայաստանը եւ այլն։ Բայց չէ, այս իշխանությունը անմեղսունակել չէ։ Սրանց ներքին ցինիզմը գլխների մի հատվածին երևի թույլ հարվածներ է տալիս ու իրականությունից կտրում։ Իրանը զանգվածային հրետակոծության է ենթարկվում, ի պատասխան Իրանի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Սաուդյան Արաբիան, սրանք խաղաղության երգն են երգում։ Օրինակ, իհարկե ճակերտների մեջ մտքերի գոհարների գիգանտ Վահագն Ալեքսանյանը լսեք ինչ է ասում։ Աննախադեպ դեպք է էլի, միջև էս մեր մոտ էր պատերազմ ու զոհեր մշտապես լինում, զոհեր պատերազմ, ամբողջ աշխարհում խաղաղություն էր, հիմա առաջին անգամն է, որ հակառակ process-ն է տեղի ունենում, տենց ամենուր լարվածություն, ռումբեր, պայթյուններ, մահեր, զոհեր, իսկ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է։ Դուք մինչև փորձում եք հասկանալ, թե ինչ է կատարվում Վահագն Ալեքսանյանի հետ, որ այս դարակազմիկ մտքերն է արտահայտում, Սիմոնյան Նալենն իր հերթին ավելի է սրում միտքը։ Շատ հաճելի է, որ երևի պատմության մեջ, ասենք տեսնում եք, Հյուսիսում պատերազմ է, Արևելքում պատերազմ է եւ մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզրեր ենք գտել եւ խաղաղություն ենք կառուցում։ Բանից պարզվում է, որ այս մարդկանց համար պատերազմը, այն էլ հարևան երկրում, հաճելի բան է, որովհետև մինչև իրենց ոտքը չի տրորվում, իրենց համար վտանգը հեռու է։ Ռուբինյանն էլ անտրամաբանական մտքեր արտահայտելու կամ ցինիզմի մրցավազքում հետ չի մնում։ Բայց եթե բոլոր տեղերը փոթորիկներ են, մեր ուզածը հետևյալն է. մենք այդ փոթորիկներից հեռու եւ անմասն նստած ուտենք մեր կարկանդակները նույնիսկ։ Չնայած եթե մտովի գնանք ոչ վաղ անցյալ, սրանց համար նույնիսկ մեր պատմական հայրենիքում Արցախում սկսված պատերազմը պատերազմ չէր։ Ավելին, ամեն օր նոր զոհեր ու տարածքային կորուստներ էինք ունենում, բայց ասում էին հաղթում ենք, հաղթելու ենք։ Մենք հաղթելու ենք, ես վստահ եմ, որ հաղթելու ենք։ Եվ նույն տրամաբանությամբ էլ կորոնավիրուսն էին հաղթահարում, երբ Փաշինյան Նիկոլը առաջարկում էր ամբողջ աշխարհը համակած վիրուսի հախից պինցետ օղիով գալ։ Կորոնավիրուսներին իրար հետ հատիկ պինցետով հանելու ենք, տնական հարաղով բան անենք, դեզինֆեկցիա։ Հուսանք, որ առաջիկա ընտրությունները մեզ համար հնարավորություն կլինի այս իշխանությունից վերջնականապես ազատվելու համար։ Հակառակ դեպքում, անգամ մի գրամ կասկած չունենաք, որ այս փոքր երկրից մնացած տարածքն էլ մաս-մաս ուտել-խմելով հանձնելու են։ Պետք է տեր լինել մեր հայրենիքին, պատմությանը ու արժանապատվությանը։